Անջրանցիկ արտահագուստով անձրևի տակ Երևանի կանաչապատման աշխատակիցները ծառ են տնկում։ Եղանակի բացվելուն սպասել չեն կարող, նախ տեղումների վերջը չի երևում եւ հետո գործն է շատ ասացին ու ուրբաթ կեսօրից սկսեցին մայրաքաղաքի մուտքի աշտարակի խճուղու կողմից ձևավորումը։ Տարածքը մոտ 3 հեկտար ճանապարհի հարակից ազատ հողալանջերն են նպատակը, Երևանը կանաչ հողակի մեջ առնելով բնակչությանը մտահոգող փոշու ու գազի մակարդակը նվազեցնելն է։ Բնապահպանական խնդրի իրենց բաժին լուծման մասին տեղեկացնում է Արմեն Բեգոյանը։ Մեծ նշանակություն ունի թե քամիների ուղղությունների համար եւ թե Երևանամերձ տարածքներից հանքերից փոշու Երևան ներթափանցման ուրեմն դեմ պայքարի մեծ միջոցներ են սրանք հանդիսանալու։ Անձրևը կարող է դույլերով ջուր չթափել ոռոգման համար այստեղ խողովակաշար է անցկացված, թաց ու ցեխի մեջ կատակում են այգեգործները։ Լավ է գոնե փոսերը նախապես էր փորված։ Խանգարել չկա, հանկարծ ծառերը գծագրից դուրս չտնկեն։ Հաստատած ձևավորում ունեն 1 կիլոմետր միջնաշերտի տունք, հետո գեղազարդ պատ։ Երթևեկող մեքենաների տեսադաշտը չփակելու համար վերին հատվածում միայն կոկիկ գնդաձև կատալպաները կլինեն։ Իսկ այստեղ տնկվում են ուրեմն առաջի շարքով կատալպա սովորական հասուն 10 տարեկան ծառեր, երկրորդ շարքով հացենիներ են, երրորդ, չորրորդ, 5-րդ շարքերով կատալպա գնդաձև, իսկ միջնամասում ուրեմն արդեն մոտ 20 մետրը 20 մետրի վրա, այսպես ծաղկի նման մեջտեղի կլոր հատվածում տնկվելու են պտղատու ծառատեսակներ։ Պտղատուները հատուկ նպատակով են, որ գարնանը ծաղկելիս կանաչի մեջ սպիտակ սիրուն պատկերներ ունենանք, ոգևորված են քաղաքի այգեգործները։ Ըստ սխեմայի դիմացի քարքարոտ թեք ժայռուտներում էլ թփերի տեղն է, ընտրված տեսակը գիհի կազակական։ Անձրևը տեսավ, գործին խանգարել չի ստացվում, ընդմիջում վերցրեց աշխատանքի հումորով առաջ տարան այգեգործ վարպետները։ Կատակը մի կողմ, միայն այս հատվածում մի քանի ժամում Երևանում օդի մաքրման էկոլոգիական հարցը թեթևացնելու նպատակով տնկվեց 1250 ծառ ու թուփ։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։